Նախ բանակը 1.5 տարի դարձնելու որոշումը այսօր չի ընդունվել։ Ձեր նախընտրական ծրագրում։ Այո, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, եւ իհարկե դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում։ Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, բնականաբար պիտի կատարենք մեր կառավարության ծրագիրը եւ խոստումը։ Ու դա վերածել այսօր նախընտրական քարոզարշավի, մենք նման մտադրություն բնականաբար չունենք, այլ կատարում ենք մեր պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մենք չենք պատրաստվում պաշտպանվել ու ասել, գիտեք, մեր կատարած քայլը որևէ կապ չունի մեր հանրության առաջ մեր ստանձնած պատասխանատվությունների հետ։ Իհարկե մենք պիտի անենք այն, ինչ խոստացել ենք, ու եթե դա մեր հանրության համար դրական քայլ է, հանրության կողմից ընդունված քայլ է, ինչու պիտի մենք հրաժարվենք դրանից։